եւ կապ չունի այս պահին քննարկվող հարցի հետ, պարոն Ավետիսյան, որովհետեւ այդ հարցի հետ կապված ես իմ կարծիքը ասացի։ Ուրեմն մի քանի օր առաջ ես խնդրում եմ ուշադիր լսել բոլոր այն բառերը, որոնք ես օգտագործում եմ։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանրային տրանսպորտում բանավեճ է ունեցել քաղաքացու հետ։ Գուցե էմոցիոնալ, չեմ մտնում այդ դաշտ, էմոցիոնալ ա եղել, էմոցիոնալ չի եղել եւ այլն։ Այո, գուցե էմոցիոնալ։ Եվ դրանից հետո մի աղմուկ աղաղակ է բարձրանում, մարդիկ իրենց կարծիքներն են տարբեր շրջանակներ հայտնում եւ մասնավորապես մեր խորհրդարանական ընդդիմության երկու պատգամավոր Տիկին Գրիգորյանը եւ Տիկին Խամոյանը ափսոս էստեղ չեն, ես կուզենայի նրանց այստեղ տեսնել, նստած, ներողություն, Տիկին Գրիգորյանն էստեղ է, նստած քննարկում են Ռոբերտ Քոչարյանի հետ այս հարցը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը իր կարծիքն է հայտնում, ասելով, որ այդ մարդը չունի հայկականության կոդ, մի քիչ չեմ կարող ճիշտ արտաբերել ինչ էր, երևի նկատի ուներ հայկական երևի դաստիարակության, շնորհակալություն պարոն Մինասյան, ես այս նույն հարցը, ինչ քիչ առաջ պարոն Ավետիսյանին տվեցի, ուզում եմ տալ իմ գործընկերներին, դուք դիսկոմֆորտ չեք զգում այդ ժամանակ, դուք չեք ուզում հարցնել, որ օրինակ երբ ոչ թե քաղաքական բանավեճ էր տեղի ունենում, օրինակ եմ ասում, հա քաղաքացու հետ եւ դա էմոցիոնալ էր բան, այլ ընդամենը մի քաղաքացի որոշել էր ողջունել նախագահին սրճարանում, շնորհակալություն դասընկեր, ես դա չգիտեի, ողջունել եւ այն էլ ուղղակի մի քիչ ավելի կենցաղավարի, ասելով պրիվետ Ռոբ, գուցե դա ասվել էր, որպեսզի ավելի հասկանալի լիներ, որ դա ողջույն է, ես չգիտեմ ինչ էր այդպես արվել, բայց այդ մարդը այլևս կյանքից զրկված է, եւ ես ուզում եմ հասկանալ, դուք դիսկոմֆորտ չեք զգում, երբ քննարկում եք մարդու իրավունքների հետ կապված որևէ հարց, եւ հարց չեք տալիս, ես գիտեմ, որ դուք ձեր վերլուծական միտքը վստահ եմ, պետք է որ թույլ տա այդ հարցերը ձեր մեջ ծագելու, բայց թույլ չի տալիս, եւ ավելին ասեմ, Ռոբերտ Քոչարյանի որդին հայտարարում է, որ ինքը մենք ձեզ հետ ենք, թե ինչ էսպիսի մի բաներ, ում հետ եք, այդ որ այդ մարդը գնաց սրճարանում ու չվերադարձավ, սրճարանում զուգարան գնաց ու չվերադարձավ, այդ ժամանակ ում հետ էիք դուք, թե ձեզ ողջունել չի կարելի, իմանանք ուղղակի, ես ուզում եմ հասկանալ, էլի ինչի դուք այս հարցերը չեք բարձրաձայնում, ինչի չեք հարցնում մի անգամ, լավ, հանրային չեն հենց, կարող եք քաղաքական աբյուզի եք ենթարկվում եւ չեք կարողանում ուղղակի խոսքի մակարդակում դա բերել, սենց հարեք, ժողովուրդ, կօգնենք, ընդհանրապես ես ձեզ առաջարկում եմ, երբ որևէ հարց քննարկում եք, ձեր շուրջը նայեք, որովհետև այո, դուք կարող եք որպես քաղաքացի մարդու իրավունքի հետ կապված ինչ-որ հարց ունենալ, մտքեր ունենալ, բայց ձեր տեղը ձեզ թույլ չի տալիս դրա մասին խոսել, ձեր տեղը ձեզ խանգարում է դրա մասին խոսել, եթե նույնիսկ մի բան էլ ասեմ, անդրադարձել էին, որ հերոսի բանա, հերոսի զավակ է, ինչպես կարելի է, լավ, ինքը հերոսի զավակ է, ինքը հերոս չի, բայց նույնիսկ եթե այդ տեսանկյունից եք ուզում հարցին նայել, մի հատ էլ բան եք անում, հղում եք անում դրան, Վազգեն Սարգսյանի անունը ոնց կարողացել եք օգտագործել եք, քաղաքական հարմարավետությամբ, ոնց հարմարացրել եք օգտագործել եք, սպառել եք ամբողջությամբ, երբ Վազգեն Սարգսյանի մայրը Գրետա Մայրիկը այնտեղ նստած էր, այդ ուր էիք, թե հենց պետք է օգտագործել, հերոսանալ դրանով օգտագործում եք, երբ պետք չի մոռանում եք, Ժորժ ջան, ես ինչի եմ ելույթս նվիրել 2008 թվականի ծնվածներին, որովհետև սրանք բաներ են, որոնք մեր երիտասարդները գուցե տեղյակ չեն,
Գուցե այս պահին իրանք TikTok-ում, որտեղ դուք սիրում եք այնտեղ լինել, հայտնվում են ինչ-որ բաներով, թեզեր են հայտնվում, տենց կիսատ պռատ, որ մենք հերոս ենք, մենք էս ինչ ենք, մենք Վազգեն Սարգսյանը, դուք ձեզ մի ծածկեք։ Բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովման համար Կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի թիվ 927 նորմատիվ որոշման համաձայն ի պաշտոնե հանդիսանալով բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1578 նորմատիվ որոշման համաձայն ի պաշտոնե հանդիսանալով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության եւ կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ եւ լիազորված լինելով հրավիրել հանձնաժողովի նիստեր, նախագահել դրանք, հանձնաժողովի անունից ստորագրել դրա որոշումները եւ նիստերի արձանագրությունները, պետական մարմիններում մշտապես իրականացնելով կազմակերպատնօրինչական վարչատնտեսական գործառույթներ, խմբային շահերից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որպեսզի արարքների հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության եւ պետության օրինական շահերին եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Մասնավորապես, խախտվել է պետական մարմնի, պետական ոչ առևտրային կազմակերպության եւ նշված մրցութային հանձնաժողովի բնականոն գործունեությունը։ Բնության հատուկ պահպանվող տարածքը տևական ժամանակ չի օգտագործվում նպատակային նշանակությամբ։ Կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն։ Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից կատարված արարքի արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացվել է։ Այսպես Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը 2010-15 թվականների ընթացքում ապօրինի զավթել, առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի տարածքում ընդգրկված Հայաստանի Հանրապետությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի առաջին փողոցի 71 հասցեի 10526 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Տեղեկացված է եղել, որ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Սեյրան Օհանյանը հիշյալ տարածքում ինքնակամ կառուցել է ապօրինի շինություններ։ Տեղեկացված է եղել, որ իրավասու, այդ թվում իրեն ենթակա պաշտոնատար անձանց կողմից նշված իրավախախտումները տևական ժամանակ չեն արձանագրվել եւ դրանց օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել։ Վերոնշյալ տեղեկություններին տիրապետելու պայմաններում խմբային շահերից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Միջոցներ չի ձեռնարկել թույլ տրված իրավախախտումների հետևանքները վերացնելու, համապատասխան անձանց նկատմամբ իրավական պատասխանատվության միջոցների կիրառումն ապահովելու ուղղությամբ։ Հակառակը Սեյրան Օհանյանի կողմից հիշյալ տարածքը զավթելու եւ այնտեղ ինքնակամ շինություններ կառուցելու փաստը, ինչպես նաեւ իրավասու պաշտոնատար անձանց դրսևորած անգործությունը քողարկելու, անշարժ գույքի տիրապետմանն ու օգտագործմանը օրինական տեսք տալու նպատակով, այլ անձանց մասնակցությամբ միջոցներ է ձեռնարկել դրանց նկատմամբ Սեյրան Օհանյանի կողմից որոշված նրա հետ փոխկապակցված անձի